Ողջունենք մեր քաղաքացիներին, մենք գտնվում ենք Աջափնյակում, քարոզարշավը իրականացնում ենք այստեղ։ Մեր թիկունքում ֆիդայապետ Գևորգ Չավուշի արձանն է, արդեն մի քանի անգամ առիթ ունեցել ենք Չավուշի հետ կապված հուշարձաններ տեսնել մեր կամպանիայի ընթացքում, նաև խորվիրապում, հիշեցնենք, ինչը խորհրդանշական է, հաշվի առնելով թե Գևորգ Չավուշը ինչ ահռելի դերակատարություն է ունեցել ազատագրական պայքարում, բայց ազատագրական պայքարը մի կողմ, մենք հիմա ազատագրական պայքար չենք փորձում մղել, այլ փորձում ենք քաղաքական պայքար մղել, որ հետո տարիներ հետո բանը չհասնի նրան, որ նորից փորձենք ազատագրական պայքար մղել, քանի որ մենք ունենք անկախ Հայաստան, դեռևս ունենք, ուզում եմ իմ տպավորությունները մի փոքր կիսել, քարոզարշավը շատ հրաշալի է ընթանում, եւ եթե մարդկանց այդ շփումները համեմատենք այն իրականության հետ, որ կա ՀՄԷԿ-ում, ապա ահռելի անդունդ է այդ գալիս։ Երեք նայում էինք բանավեճը, մեր Գևորգ Գորգիսյանն էր մասնակցում, եւ ինչ են այնտեղ խոսում մարդիկ, ինչ դատողություններ են անում, գոռում են, հայոյում են, լրիվ Հայաստանի իրականությունից կտրված բաներ են ասում, եւ հիմա այս մարդկանց հետ որ խոսում ես, մեկը մյուսի հետ կապ չունի, այս մարդիկ լրիվ ուրիշ բան են ուզում, եւ լրիվ ուրիշ բան են ասում։ Ըստ էության հայ մարդ է իմ տպավորությամբ, այս 20-ից ավելի օրին, որ մենք կամպանիա ենք իրականացնում նախընտրական, ինչ են ուզում։ Նախ ուզում են այս ներքին խորը հանրային պառակտումը դադարեցվի, այս ատելության մթնոլորտը, այսինքն ներքին խաղաղություն են ուզում, որպեսզի այդ ներքին խաղաղության հիմքի վրա կառուցվի իրենց հանգիստ, առանց արյան, առանց ատելության կյանքը։ Ինչը մենք չենք տեսնում ՀՄԷԿ-ի բանավեճերի ժամանակ։ Մեկը մյուսի հետ կապ չունեն քաղաքական համակարգի եւ հասարակության միջեւ կա խոր անդունդ եւ հիմա մենք առաջարկում ենք այդ անդունդը հաղթահարել եւ ըստ էության մեր առաջարկները տեղավորվում են այդ ազգային համաձայնության տրամաբանության մեջ, որ չլինի բացարձակ իշխանություն, որովհետեւ ինչ բացարձակ իշխանություն է լինի, ազգային համաձայնությունը խաթարվել է, որովհետեւ այդ բացարձակ իշխանությունը նորից չի ներկայացնելու ամբողջ հանրությանը։ Եվ երկրորդ, որ լինի կոմպրոմիսային տեխնացու, իսկ կոմպրոմիսային ինչ է լինում, ինչ է նշանակում, որ տեխնացուն ներկայացնում է տարաբնույթ շերտերի, խավերի եւ դասակարգերի հետաքրքրությունները, բարև ձեզ, եւ ժամանակավոր դադար է դնում մեր ընտրողը։ Մեր ընտրողներ։ Եվ ժամանակավոր դադար է դնում այս ներքին պառակտմանը, որպեսզի մենք միասնաբար բոլոր հանրային ուժերով կարողանանք դիմագրավել այն աղետին, որը գալու է։ Մարդիկ իմ տպավորությամբ այդ են ուզում, իսկ մարդիկ չեն կեղծում, իրենց շահավորն է, որ կեղծեն այնպես, ինչպես ՀՄԷԿ-ի որոշ դերասաններ են կեղծում։